Տոնական առիթը մեկտեղել էր մեծ ու փոքր արծվաբերդցիներին, դրսում ապրող համագյուղացիներին, հյուրերին։ Գյուղի մոտ հանդիսությամբ բացվեց թևատարած արծվաքանդակով ուժ, օջախ եւ հավատ խորհրդանշող հուշակոթողը, օրհնվեց նրա մաս կազմող խաչքարը։ Գյուղի խորհրդանիշն է նոր ուխտատեղին։ Մեր գյուղացիները որպես արծիվ կան, իրանց աշխատանքով, որպես սահմանապահ։ Տղատես Ղրղի արծվաբերդ 200-ամյա կենսագրությամբ գյուղը 3 անգամ անվանափոխվել է, վերջինը 36 տարի առաջ, ամենաբնորոշը արծվաբերդցիների համոզմամբ։ Գյուղի ոչ միայն անվանը, այլ տեսակին նաև բնորոշ է այն, ինչ այսօր այստեղ կատարվեց։ Իրադարձությունը նաև առիթ էր հետադարձ հայացք ձգելու գյուղի հպարտ պատմությանը։ Արցախից այստեղ բնակություն հաստատելով դարձել է յուրատեսակ միջնաբերդ հարևանությամբ ապրող ադրբեջանցիների ոտնձգությունների դեմ, նույնիսկ խորհրդային տարիներին։ 60-ականներին գյուղի մոտ 1000 հեկտար տարածք տնօրինում էին ադրբեջանցիները, հողնորինական տիրոջը վերադարձնելու անօգուտ փորձերից նամակ դիմումներից հետո ետ վերցրին ուժով։ Այսօր իր առատ հացը արծվաբերդը նաև այդ հողերից է ստացել։ 2-3 տարվա հացն են իրանց, չեն նեղվի, այս տարի ահագին ավելի ցանքերը շատացել են, հաց վաշնանացանի։ Հիշեցին բոլոր երախտավորներին, հայրենական պատերազմի եւ նորօրյա ազատամարտի նահատակներին։ Սահմանամերձ Բերդի տարածքի ամենամեծ գյուղը նահապետի նման միշտ առջևից է քայլել։ Առաջին տիպային հիվանդանոց Շամշադինի գյուղական վայրում տիպային մշակույթի տուն, ողջ Անդրկովկասում ծխախոտի առաջին անշարժ չորանոց։ Եթե արծիվ, ուրեմն ամեն ինչում արծվենի։ Այսպես ապրում ենք, ասում են արծվաբերդցիները։ Ամեն անգամ մեր երիտասարդները, մեր աշխարհազորայինները իրենց արտիվությունը ցույց են տվել։ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը ռազմամարզական խաղերում հանրապետությունում զբաղեցրեց առաջին տեղը։ Հուշակոթողը տեղադրվել է Ռուսաստանաբնակ համագյուղացի Սուրեն Երիցյանի բարերարությամբ։ Այդ օրը էլի նվերներ եղան գյուղին։ Մեր համագյուղացի Գևորգ Դավթյանը ավտոբուսանվեր բերել, սա համախմբելու մի պահել էր։ Ծնունդով արծվաբերդցի Մանվել Բադալյանի խոսքով այստեղ ամենահոռետեսն անգամ լցվում է լավատեսությամբ։ Ամուր են կարճացողին, որովհետև իրենք սիրում են իրենց հողու ջուրը, որովհետև իրենք գիտակցում են իրենց առաքելությունը։ Գայանե Թամամյան, Առաջին ալիք։